Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ շարունակում ենք մնալ երաժշտության ոլորտում։ Հարսանեկան տրամադրության։ Այո, հեռուստապրեմիերա ունենք, Հարսանեկան կոչվում է նոր տեսահոլովակը, ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ DJ Smoke-ն է եւ Էմանուելը։ Բարի լույս, ո՞նց եք։ Բարի լույս։ Լավ ենք։ Ընտիր ոնց կարելի է Սուրեն ջան լինել քեզ հյուր ու լինել վատ։ Մենակ Սուրենն է։ Քեզ նկատում եմ։ Ես Սուրեն ես։ Ասում Մուրադ Արուսներ հետ։ Իսկ դուք առավոտյան մարդիկ եք։ Չի երևում, որ չէ։ Մի դեմքից նայ։ Զորով ենք արտացել։ Ո՞նց է կա, զորով։ Ինձ փետով, բանով, ցանկացած բուձիլնիկ, փետ, սառը ջուր, սառուս, բան, սենց հնարավորինս բոլոր տարբերակներով մի կերպ զարթնում ենք, բայց հենց զարթնում ենք, որ հիշում եմ գալիս եմ ձեզ հյուր, արդեն տոնը սկսվում է։ Մե պրազնիկ, մե ուրախություն, ինչ լավ է։ Նոր տեսահոլովակ կարելի ասել, բայց ծաղկակաղ ավելի շատ է։ Հարսանեկան, նոր քիչ առաջ այստեղ լավ ներկայացնում եք ինչ էր, ու մենք մեր զարմանքից հասկացանք, որ հետաքրքիր բան է լինելու։ Հիմա փորձենք այս ամենը նաև հեռուստադիտողին ասել։ Ինչ եք արել։ Ինչ ենք արել, միքսել ենք, այսպես ասած, հայկական երաժշտությունը մի քիչ մոդեռնացրել ենք, փորձել ենք ինչ-որ յուրահատուկ տեսք ստանանք ու դրան տեսահոլովակի մասով էլ ասեմ, ինքը ռեժիսոր չունի, ինքը ունի իդեա, ու տենց իդեան էր, որ ինքը կամ պետք է արվեր, կամ ինչ-որ պետք է արվեր, ես ինչ մի գրանձիոզ բան, որ ստացեցինք այդ թեմայի շուրջ արդեն ամեն ինչ արված է, ասենք անենք մի բան, որը չի արվել, ու Էդգար Հակոբյան մոնտաժնիկը մեր շատ աղանդավոր երիտասարդ, ու որոշեցինք դե իր պապան հին հարսանիք նկարող է, ու տենց գտանք հարսանիքներ, հին, մենք որ չկան այդ մեջի մարդիկ դաժե հարցնում պես են չկան, տենց հարսանիք, 90-ականների, 70-ականների ամենաթարմը անգամ գտանք մեր վարպետ Եղիշե Գասպարյանի հարսանիքը, որը ինքն էլ էր զարմացել, այս որտեղից, բայց ամենակարևոր բանը, որ չկա այդ բանում, որը իրականում չկա, դա իմում անվելի հարսանիքն է, որը ես մի ամբողջ ամիս փնտրտեցի եւ չգտա։ Ոչ, իմ հարսանիքը դե անվելն էլ իրանը դե չկա։ Ոչինչ, որոշեցինք տենց անենք, ու տենց հավաքեցինք բան այդ վրի տիտրերը վատ այդ 2000-ականների բաբլ շրիֆտ կար, այդ բաբլ շրիֆտով շատ ռետրո բաներ արեցինք մեջը, ու տենց կպցրեցինք իրար, մոնտաժային հնարքներով այնտեղ մի քանի բաներ են կարող թվա իրական է, բայց вообще իրական չի, այն թվերի բանը։ Դե եկեք տեսնենք ինչ են արել ու ինչ արդյունք կա այս ամեն ինչում։ Իհարկե, մեր սիրելի տեսայի եղբայրը, Սերժիկը։
Բավականին հետաքրքիր էր։ Այս բոլոր հարսանիքները նայել եք։ Ես ավել չեմ ավել ինքը դու այդքան առողջություն ինքը երաժշտական մասով եմ որ mix master-ը բանը ես չեմ խանգարում դե ով եմ նվաստ ասես դու գնա քո այդ պատկերացումները փորձի ստանաս ու նստել ենք այդքանը նայել եմ քանի հարսանիք կար այդտեղ մոտավորապես մի 20 քանի հարսանիք որ Դե ժամանակ մոնտաժել չէին անում, ոնց նկարում էին, տենց թողում էին։ Կասետը հանում էին, VHS կասետներով հանում էին, տալիս էին հենց տեղում հարս։ Դե հարսանիքը ժամանակին էլ հարսանիք եղավ, որ նկարող չեղավ, պրոստը մեր գյուղի մի հատ աշխուժ երեխու մեղր են տվել, հիշել է, պատմել է։ Ինքն է եղել, այնպես պատմիչն է եղել։ Չկար, այդ պատմիչն էլ չկար։ Եվ քանի որ YouTube-ում կա տեսահոլովակը արդեն երևի 1 շաբաթ եւ ավելի, ինձ հետաքրքիր է 4-5 օր արձագանքները կան մարդիկ ովքեր մտել գտել են իրենց եւ գրել են այդ մասին։ Չէ, մենակ նե վարպետ Եղիշն ասաց, ես որտեղից եք գտել իմ հարսանիքը, դե ասենք գտել ենք, դե հիմա գտել ենք։ Դե տվեք այդ մարդուն իր հարսանիքը։ Մենք տվեցինք իր այդ հարսանիքը, խնդրեմ։ Իսկ մեկնաբանությունները, արձագանքները։ Լավն են, չկա տենց բան։ Նախ ձեզ մի հատ sense բան ասեմ, մենք միջև հասցնել իրան հանրայնացնելը ինքը անցնում է ճանապարհ։ Լեն ու երկար ճանապարհ։ Մի քանի ամիս մոտավորապես դա մինիմում տևում է, մինչև իրագործվում է, մինչև թեման ընտրում ենք, մինչև իրար հետ բան ենք անում, համատեղում ենք երաժշտությունները։ Այդ բացի էդ էլ մի հատ դեմո տարբերակով ֆոկուս գրուպաներ ունենք, տարբեր ասենք չգիտեմ, մեկը վարորդ է, մեկը շարժիչագործ է, մեկը չգիտեմ, բժիշկ է, տարբեր մարդկանց, այն որ մի հատ լսի հələ էս։ Ինչա ասում եմ, մի հատ կլսես, sense մի հատ բան եմ գտել։ Ինձ պետք են այդ մարդկանց կարծիքները, հա։ Ու գալիս են արդեն երաժշտագուռուները, երաժշտա մեծ մարդուկներն են գալիս, այ իրանց կարծիքն էլ ամեն ինչը հաշվի առնված է ամեն ինչի մեջ, նոր upload։ Այստեղ մի գործ չի, հա, լսողի մոտ այնպեսի տպավորություն, որ մի գործ է գնում, բայց մի գործ չի, մի քանի գործ միքսել եք իրար։ Հենց դրա մասներ խոսքը, այն որ սկզբից ասեցի, մի քանի երաժշտություններ իրար հետ համատեղ։ Ոնց է կարևոր գիծը պահվել է։ Դե դրա համար ժամանակ է տևել, ընդհանուր մի քանի ամիս տևել է։ Ինչ որ խոսք մի թեմա վարպետ եկել նվագել է, մի մոտավորապես 10 երաժշտություն 10 երաժշտությունից ընտրել ենք մի հատը, օրինակի համար։ Հետո հաջորդ խոսքի մի ամիս հետո եկել է, փորձել ենք ինչ-որ նոր հələ մի հատ էսել, այսպես ու դրա համար ժամանակ կա տևում։ Հետո դրանից հետո անցնում է գործիքավորային ընթացքը։ Ամենադաժան փուլը իմ ու իր կյանքում կռիվները, վեճերը, անհամաձայնությունները Ջնջի գրիչ եմ աշխատում, ես զզվում եմ քեզանից գնաս տեղից չտենամ ոտդ ստեղել ես կյանքում։ Եթե չկա տենց բան, ուրեմն չկա լավ բան մեր մեջ։ Գալիս է, էդ էլ ենք հաղթահարում երկուսով իրար հետ, ու նրանից հետո ես լքում եմ այդ տարածքը, որտեղ սկսվում է ամեն մեկը սիրագործով։ Ես արդեն զբաղվում եմ բանը, դե ինքը այդ mix master-ի ժամանակ խուլա համրակ, չգիտեմ, ոչ մեկը չկա, պրոստը դրած ինչ որ մարդ է, ասենց մոնիտորի դեմ է, անշարժ, չգիտես, ուրախա, տխուրա, լավա, վատա, անշարժ ինչ որ բաներ է անում։ Ես այդ ժամանակ արդեն զբաղվում եմ ուրիշ բաներով։ Ու տենց հավաքվում է մեր մոտ բաներ։ Կարող է տենց պահի տակ, չգիտեմ, ասեմ, ինքնադիրում կարող եմ նստածել եմ, ես չրտիկ բռնի, գրեմ կամ ինչ-որ բան voice անեմ, որ հիշեմ, գալիս եմ, արդեն տեսնում մտնում ենք, սկսում ենք մեր մոտ աշխատել։ Հա։ Իսկ կդառնա շարք, կունենա շարունակություն։ Դա սպասեն մարդիկ այս հարսանիքներին։ Ահա, հենց այս երաժշտության բան շարունակությունը սրանց առաջ մենք նաև գաղափարական շարունակություն էլի։ Մենք արել ենք արդեն արել ենք Գամո Սեյրանյանի ու Սեդա Սեյրանյանի հետ արեցինք Արմենի պարը, Արամ Խաչատրյանի հայտնի Զանգեզուր ֆիլմից Արմենի պարը արեցինք, որտեվ բոլոր պարերը պարել ենք, Արմենի պարը չենք պարել։ Սա սիմվոլը մնաց։ Հա, ու Արմենի պարի մեջ էլ կա, այդ գործի մեջ էլ կա անգամ mix,
հա, այսինքն գնում է Արմենի բարը միանգամից փոխվում է էլեկտրոնային դուրս է գալիս նորից Արմենի բար ու վերջում փակվում է ախալքալակիով, այսինքն քանի որ այդ ամեն ինչը էտել ենք, տեղել ենք այն որ ասում է, բայց ամենախնդալունը իմ համար որ լիքը մարդ այդ բան գիտի դե իմ անունը Արմեն է, լիքը մարդ ասում է DJ-ները մանավանդ մահանում եմ, ուղղակի այդ հեքիաթամարտուկների համար մահանում եմ, ասում են ախպեր դիշ լավ բան ես գրել քո մասին, մի հատ էլ մեր մասին կգրես, ասում եմ բաց հավը տանեմ, ես Արամ Իլիշ Խաչատուրյանը կնստենք եւ այդ ամեն ինչը կգրենք, ասում եմ Նյուժելի տղա ջան, դու այդ քեզ դու DJ մարդ, հա, որ քեզ հրճակած կամ ինչ որ մեկը տենց, լավ, նյուժելի Զանգեզուր ֆիլմը չեք տեսել։ Նյուժելի անծանոթ եք այդ ամեն ինչը։ Շատ լավ, իսկ այս գործը արդեն անցել է հարսանեկան գրաքննության միջով։ Մտել է արդեն։ Արդեն կա, շուտ էր մտել, հա։ Եվ ինչպեսին է հարսանեկան տրամադրության մեջ եռացող էս երաժշտություն։ Ընտիր։ Ազգին ուրախ բան լինի։ Ազգին ուրախ բան լինի, լավ բան լինի, դուր ինքան սպիրտը գա մետկա կանգնի, տրամադրությունը գա սպիրտից մի այսքան վերև կանգնի, ջան, մի բան դուր թող πάρեն։ Բայց այս դեպքում կարևորը ճիշտ պետք է մատուցել։ Ճիշտ։ Շատ լավ, դե սպասենք հաջորդիվ արդեն նոր աշխատանքների։ Ընտիրություն։ Որովհետև այս, ինչպես ասում են, այս արվեստը, հա, որովհետև ժամանակին DJ հասկացողությունը միայն այդ միացնել այն երաժշտությունը, որը կար։ Հիմա արդեն սա հասել է մի լեվելի DJ մասնագիտությունը կարելի ասել, որտեղ DJ-ն է ստեղծում արդեն երաժշտություն եւ շատ անգամ հենց ստեղծվում է նաեւ լսված հիթերի վրա կամ իր կողմից արդեն ներկայացվող գործերի վրա։ Համաշխարհային պրակտիկա։ Այո, այո։ Այնպես որ շնորհավորում ենք ձեզ, որպեսզի նշեք ընկերներով այլ չկռվեք, ձեզ տալիս ենք Սափոր Իջևանի Ռոզե Փրփրունգինին, որը համոզված եմ բարձր կբայի տրամադրությունը։ Ձեր անպայման կխմենք շնորհակալություն։ Ձեր անպայման խմեմ, ստանում եմ տուն ես խմեմ, հա։ Ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, քանի որ երաժշտության մեջի մարդիկ եք, հաստատ էմոցիաները գիտեք, որ ինչպեսին որ տալիս է երաժշտությունը, հաստատ ոչ միտեղ այդ էմոցիաները չես գտնում։ Արև բացիկներն են, որտեղ ներառված են սիրված երգերից ֆրազներ, հա։ Այստեղ ներառված է իմ սերը քեզ իմ սերը քեզ թևեր թող տա Անդրեն եւ հաջորդ բացիկը Նունե Եսայանից է մենակ էսեր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն դուք արդեն որոշեք որն եք վերցնում իրար մեջ բաժանում եւ նվիրում ձեր սիրելիներին հիմա կռիվի արեք ես հասկանում եմ որ ձեր մոտ կռիվը դա ակտուալ է բայց քեզ Անդրեի այս դատա հա դու որոշեցի շատ լավ շնորհակալություն ձեզ Շնորհակալ ենք ձեզ, մենք արդեն թեթև բախում ենք, արդեն դանակը չքմեի կոկորդ է, շնորհակալ ենք ձեզ, շնորհակալություն աթիվին, մեզ հյուրընկալելու ու այս սիրուն առավոտը մեզ և մեր շատ սիրելի հեռուստադիտողին պարգևելու համար։ Ձեզ էլ էլի մաղթում ենք նորանոր աշխատանքներ։ Սիրուն մարդուկներ, մենք ձեզ սիրում ենք։ Շնորհակալություն, դե։ Կլինիկ արժետավ դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք և կամփոփենք այսօրվա առավոտը։